Ունեք մոտավոր պատկերացում, թե ինչպես կարող է ավարտվել Ռուսաստան-Հայաստան այս հակադրությունը Եվրասիական տնտեսական միությունում։ Տեսեք, եթե խոսքը գնում է Հայաստանի անդամությունը կասեցնելու կամ Հայաստանի անդամությունը դադարեցնելու, այո, դրա մասին խոսք է գնում, բայց այնտեղ նաև Օվերչուկ, եթե չեմ սխալվում, նշել է կոլիզիայի մասին եւ իրականում այդ կոլիզիան կա, ինչպես Հայաստանին հեռացնեն Եվրասիական տնտեսական միությունից կամ կասեցնեն անդամություն ինչ-որ մասով Եվրասիական տնտեսական միությունում, եթե պայմանագրում կետ չունեն։ Իրենք դա նույնպես ընդունում են եւ այդ դեկտեմբերին հրապարակվող հաշվետվությունը, ինչ-որ ռեպորտը, բանը վերաբերվելու է հենց դրան։ Բայց այստեղ եթե բոլոր մասնակիցները ասեն, որ կողմ ենք հեռացման։ Եվրասիական քիչ հավանական է, բայց քիչ հավանական է, քանի որ այդ բոլոր մասնակիցները նույնպես այսպես ասած նման խտրական մոտեցման են արժանացել քաղաքական նպատակներով ապրանքների առևտրի կասեցման կամ դադարեցման խնդիրների առաջ են կանգնել։ Այստեղ կարելի է հուշել ռուսական կողմին, որ գոյություն ունի Վիեննայի կոնվենցիայի միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի 67-րդ հոդվածը, որտեղ նշում է, որ միջազգային իրավունքի ուժով մեկ այլ երկրի անդամությունը կարելի է դադարեցնել, երբ որ կա էական խախտում, material breach հասկացողությունն է այստեղ, էական խախտում պետք է լինի, բայց հուշեմ իրենց նաև, որ այդ էական խախտումը նույնպես չեն կարող հիմնավորել, քանի որ Հայաստանի կողմից որևէ գործողություններ չի իրականացվել, որպեսզի համաձայնագրի Եվրասիական տնտեսական համաձայնագրի առարկան եւ նպատակը վերանա, ընդհակառակը Ռուսաստանի կողմից շարունակաբար գործողություններ է ձեռնարկվում, որպեսզի այսպես ասած ոչնչացվի այդ համաձայնագրի առարկայի նպատակը եւ որն է դա, ինչու՞մ է դա կայանում, ապրանքների ազատ տեղաշարժ, մարդկանց ազատ տեղաշարժ, կապիտալի ազատ տեղաշարժ եւ ծառայությունների ազատ տեղաշարժ եւ այդ եթե իրենք դիտարկում են այդ միջազգային իրավունքի ուժով անդամությունը կասեցնելու կամ դադարեցնելու, այստեղ Հայաստանի դիրքերը տասնյակ անգամ ավելի ուժեղ են, քանի որ Հայաստանը որոշակի խնդիրների առաջ է կանգնել։ Խտրական հիմքերով ապրանքների մուտքի կասեցումը, ինչը ոտնահարել է համաձայնագրի առարկան եւ նպատակը, եւ կառավարությունը կարող է ազատ ծանուցում ներկայացնել, որ Ռուսաստանը էական խախտում է թույլ տվել համաձայնագրի առարկայի եւ նպատակի մասով։ Այսինքն ռուսական սահմանափակումներում տնտեսական այդ հիմնավորումները հիմք չեն կարող լինել։ Այսպես է, ուրեմն, եթե խոսք է գնում սանիտարական եւ ֆիտոսանիտարական հիմքերով սահմանափակումներ, այո, եթե խոսք է գնում դրա մասին, ապա պետք է իրենք ունենան գիտական հիմնավորումներ, այստեղ պարտադիր պահանջ է, որ ցանկացած սահմանափակում պետք է ունենա գիտական հիմնավորում, հաշվի առնելով, թե ինչ արագությամբ են այդ սահմանափակումների եւ այլ նմանատիպ որոշումներ կայացում, այնտեղ որոշակի ապրանքներ որոշակի մասով կարող են լինել գիտական հիմնավորումներ, կարող են նաեւ չլինել։ Եվ այս դեպքում կարևոր է դիտարկել, որպեսզի հենց արտահանողները եւ պետությունը փորձեն ստանալ այդ պետական կառույցից հիմնավորումներ, այդ գիտական հիմնավորումներ ինչին արգելափակել։ Այնպես չէ, որ ցանկացած այդ տնտեսական կառույցում մի երկիր կարող է մեկ օր որոշել, որ ապրանքների ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունքը չի աշխատում։ Հիմնավորեն։ Որոշել, բայց Իրանը ծառի վրա որոշում են, որ Իրանը լավը չի։ Այո։ Էն էլ Իրանը։ Ձուկ երբևէ չի արտահանվել Ռուսաստան, բայց ասում են այդ ձուկը չի համապատասխանում։ Եթե չի արտահանվել, ինչպես են որոշում, որ չի համապատասխանում։ Դա նույնպես փաստում է այն հանգամանքը, որ այստեղ քաղաքական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցներ օգտագործվում են քաղաքական նպատակներով, այսինքն տնտեսական քաղաքականն էլ է հիմնավորում ուզում, չէ՞ պետք է քաղաքականը միգուցե քաղաքական հայտարարությունների եւ այլ գործողությունների միգուցե այդքան հիմնավորում չպահանջեն, բայց եթե մենք այդ ամեն ինչը տեղափոխում ենք իրավական դաշտ, արդեն դա բերի իրենց համար բերում է լուրջ խնդիրներ, իրենք էականորեն ոտնահարում են Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս ինչ-որ ընթացակարգերով ինքը նախաձեռնի այդ կառույցից դուրս գալու գործընթացը եւ termination-ը։ Երկրորդը, իրենց կողմից այդ կասեցումը կամ կասեցումը չէ, բայց դադարեցումը դա բավական երկար տևական ժամանակ է պահանջելու, որովհետեւ
Հայաստանի անդամակցության մասով իրենք վավերացրել են պայմանագիրը, որ Հայաստանը անդամակցում է, այսինքն այդ գործարքը պետք է այդ գործընթացն է պետք է իրականացնի, որ վավերացումը չեղարկեն այդ միջազգային պայմանագրի, այնպես որ եթե իրենք հնարավորություն ունեն այն կարծում են, որ Հայաստանի անդամությունը կասեցնեն, հիմա դա վաղուց արել են որպես տնտեսական ճնշման միջոց, բայց այստեղ իրենք են նկատել, որ կա որոշակի կոլիզիա եւ այդ կոլիզիայի լուծումները կան, իրենք պետք է ցուցաբերեն, որ Հայաստանը իրականորեն խախտել է ինչ-որ պայմաններ։ Եվրոմիության անդամակցության մասով ինչ-որ խոսակցությունները դա որևէ նշանակություն չունի։ Հայաստանը չի միացել Եվրոպական միության ընդհանուր մաքսային տարիֆին, չի միացել որևէ այլ կառույցին եւ Եվրոպական միության նպատակը ունենալը որևէ կերպ միջազգային պայմանագրի խախտում չի համարվում, միգուցե քաղաքական նպատակ կա, միգուցե այլ նպատակ կա, միգուցե Եվրոպական միությունը ցանկություն չունի ընդլայնվելու եւ այլն, այսպես իրենք այստեղ իրենք ունեն բավականին լայն անորոշության դաշտ, որը բավականին մեծ խնդիրներ առաջացնում այն հայտարարությունը, որ անդամակցեն Եվրոպական միության կամ այն ընդունված օրենքը որևէ կերպ չի խաթարում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի առարկան նպատակը։ Եվրասիական տնտեսական միության գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցություն են իրականացնում։ Բայց Մոսկվայի դրկողությունը հասցեագրված է միայն Երևանին։ Ինչու է այդպես։ Կարծում եմ, որ երկար տարիներ Հայաստանը համարվել է որոշակի թույլ օղակ, մենք տեսնում ենք, որ թեկուզ մեր հարևան երկրները, թեկուզ Ադրբեջանը որոշակի գործողություններ են անում, որ դե նմանատիպ գործողություն ունի Հայաստանը բավական սուր արձագանքի կարժանանա։ Երևի որոշակի ինչ-որ թուլության նշաններ կամ կախվածության բարձր աստիճան կա, որը փորձում են օգտագործել, բայց դա գործընկերային չէ։ Ինչ է նշանակում վնաս հասցնել նույն տնտեսական միությունում գտնվող երկրի տնտեսությանը, ինչ-որ քաղաքական նպատակներով, ինչպես դուք նշեցիք, Ծիրանը դեռ ծաղկած, իրենք որոշում են, որ այնտեղ ինչ-որ խնդիրներ կա։ Դա, այսպես ասած, եթե մի քիչ կոպիտ նշեմ, դա նշանակում է Եվրասիական տնտեսական միության դեմ իրականացնել դիվերսիա։ Իրենց պատկերացման միգուցե տնտեսական միությունը գոյություն չունի եւ այնտեղ ամեն ինչ տերուտիրակալը իրենք են, բայց դա այդպես չէ, միջազգային պայմանագիրը եւ միջազգային պայմանագրին պետք է լուրջ վերաբերվել եւ Հայաստանը նույնպես պետք է ուսումնասիրի եւ առավելագույնս օգտագործի իրավական մեխանիզմներ, ինչպես նաև նշեցի, ներկայացնի էական պայմանագրի, Եվրասիական տնտեսական պայմանագրի էական պայմանների խախտման մասին ինչ-որ ցանուցում։ Իցայտուն օրինակ բերեմ, օրեր առաջ էր Ղազախստանը Եվրամիության հետ կնքեց 10 միլիարդ եվրոյի համաձայնագիր, ընդ որում այնպիսի ոլորտներում, որտեղ առանցքային դերը պատկանում է Ռուսաստանին։ Որևէ արձագանք չկա դեռ ռուսական կողմից։ Սա եվրոինտեգրում համարվում է, թե չի համարվում։ Այսպես եվրոինտեգրումը ընդհանուր մի քիչ ավելի բարդ գործընթաց է, դա մեկ անգամյա եվրոինտեգրում ասում են, որովհետև այդ մեղադրանքը մեր հասցեին է։ Այդ մեղադրանքը մեր հասցին չի կարող հնչի, որովհետև մենք ընդամենը խոսք է գնացել, թեկուզ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից խոսք է գնացել Եվրոպական միության ինչ-որ ապրանքների բարձր ստանդարտների համապատասխանելուն միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ մեկը չի կարող արգելել մեկ այլ երկրի համապատասխանել ավելի բարձր ստանդարտների, կարող են արգելել ավելի ցածր ստանդարտների կիրառում, բայց եթե ապրանքը ունի ավելի բարձր որակ, քան արտադրված է Եվրասիական տնտեսական միությունում, այստեղ արդեն դա օգուտ է, ոչ թե վնաս, եւ դա օգուտ է հենց ամենաառաջինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ ավելի որակյալ արտադրանք կօգտագործեն հետեւաբար այստեղ եվրոպական ինտեգրացիանը ես դիտարկում եմ շատ ավելի բարդ գործընթաց, այնտեղ կան տասնյակներով կարգավորումներ, նույն մարդիկ կարող են դիտարկել նաև ՍԵՊԱ-ի համաձայնագրի հավելված, այնտեղ համաձայնագրից ավելի երկար տեքստային բովանդակություն կա, որտեղ նշված է, թե ՍԵՊԱ-ի շրջանակներում ինչ պայմանների պետք է համապատասխանի Հայաստանը։ Այսպես ասոցիացիան համաձայնագիր չէ, բայց ինչ որ համապատասխանության Ռուսաստանից Ղազախստանից չեն կարող դժգոհել, որովհետև սա ծանր դեպք է։ Այո։
կարծում եմ, որ այո, եւ դա մի քիչ այս պահին կարող են չդժգոհել, օրինակ Ուկրաինայի դեպքում, որը կնքում էր ասոցիացիան համաձայնագրի, առաջացրեց դժգոհություն, առաջացրեց երկու պատերազմ, որից մեկը հիմա շարունակվում է։ Հայաստանի դեպքում Հայաստանի նկատմամբ կարողացան ճնշումներ գործադրել եւ Հայաստանը հրաժարվեց այդ ասոցիացիան համաձայնագիրը կնքելուց եւ գնաց արդեն առանց ապրանքների առևտրի կոմպոնենտի 2013 թվականին։ Հիմա մեզ առաջարկում են հանրաքվե անցկացնել Հայաստանում, ընդ որում չգիտեմ ինչպիսի արագացված կարգ են առաջարկում, բայց 2013-ին ոչ ոք չասեց հանրաքվե արեք, ուզում եք մաքսային միություն մտնել, թե ոչ։ Դա արդեն սահմանադրության փոփոխության հետ է կապված, ներկայիս սահմանադրական կարգավորումներով այդ վերպետական մարմիններ մտնելու կամ այդ վերպետական մարմինների հեռանալու պարագայում նախատեսվում է հանրաքվե, բայց հանրաքվեի անհրաժեշտությունը կառաջանա այն ժամանակ, երբ որ դա համար լինեն բավականին հիմքեր եւ բավականին առաջընթաց եւ կրկին նշում եմ, որ նպատակների առկայությունը որևէ ձև չի խախտում որևէ միջազգային պայմանագիր։ Այդ նպատակների դեմ քաղաքական ճնշումները սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցներով կիրառելու դեպքում դա առաջացնում է որոշակի խախտումներ նպատակի։ Հիմա արդեն տևական ժամանակ է սահմանափակումները կիրառվում են, բայց շատերը հենց այս ոլորտի մասնագետները նշում են, որ այս անգամ Եվրամիության արձագանքը բավականին օպերատիվ էր։ Ամեն դեպքում դա իրավիճակային լուծում ենթադրող արձագանք է, թե կարող է արդեն մշտական պրոցեսի վերածվել։ Այսպես ասած, հիմա մարում են դեռևս չբռնկված, շատ հույլ բռնկված հրդեհը, որը առաջացել է այդ սահմանափակումների հետևանքով, որպես միջազգային առևտրի մասնակետ կարող եմ նշել, որ այդ շուկա մտնելը որոշակի ժամանակ է պահանջում, այնպես չէ, որ ստեղծվել է միստիկական իմիջ եվրոպական ստանդարտների բարդության կամ անհնարինության մասով նման բան գոյություն չունի, այնտեղ տեքստ է որոշակի բարձր պահանջներով եւ այդ տեքստը պետք է ուսումնասիրել եւ ապահովել այդ պահանջները վերաբերում է փաթեթավորման, մակնշմանը եւ այլն եւ այլն, բայց կամ փաթեթավորում ասեցիք նկատել եք Ծիրանը ինչ գեղեցիկ փաթեթավորում է։ Դա հենց այդ պահանջն է։ Այո, դա տեխնիկական պահանջ է առևտրի նկատմամբ եւ այդ պահանջները որոշակի ապրանքների տեսքում ավելի բարդ ժամանակաշրջան է պահանջում։ Ամեն դեպքում ապրանքի համար, որպեսզի մտնի եվրոպական շուկա, պահանջվում է մոտավոր 1 տարի կամ ավելի երկար ժամանակահատված։ Այս իրավիճակում կամ նախկինում էկոնոմիկայի նախարարությունը որոշակի նախապատրաստական գործողություններ է արել, ոչ նախապատրաստական գործողություններ իրականացնել, որպեսզի ապրանքների որակները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, գործարարների հետ արել է կամ տվյալ պահին որոշակի մասով իրականացնում է, այսպես ասած, արագ արձագանքման գործողություններ։ Հաջորդ դրանից կարող է բխել արդեն սիստեմատիկ ինչ-որ գործողություններ, սիստեմատիկ համապատասխանություն, պետք է ստեղծեն սերտիֆիկացիայի լաբորատորիաներ եւ այլն, որոնց հավաստիացումը, որ ապրանքը համապատասխանում է ինչ-որ որակի, ընդունելի լինի այլ երկրներում։ Իմ ասածը ավելի շատ վերաբերում է նաեւ նրան, ենթադրենք, քիչ հավանական չէ, որ վաղը միսօր Եվրասիական տնտեսական միությունում այդ վեճը կհարթվի։ Էլի քաղաքական մակարդակում դա կհարթվի եւ ամեն ինչ կգնի տեղ, անգամ կմոռացվի, որ այդ շուկայում մենք այսպիսի արգելափակումների ենք ենթարկվել։ Բայց այդ ընթացքում հնարավոր է, որ եվրոպական ուղղությունը, արաբական ուղղությունը, այն երկրները, որոնք հիմա աշխատում են Հայաստանի հետ, կարողանան պահել այդ ռիթմը։ Ինչ է ստացվում։ Մենք ընտրություն անելու իրավունք ենք ստանում արդեն, որ շուկայից օգտվել։ Մենք ընտրության իրավունք, եթե նայենք իրավական տեսանկյունից, որ շուկա արտահանել, մենք մշտապես ունեցել ենք, բայց քաղաքական պատճառներով այդ իրավունքից եւ հնարավորությունից չենք օգտվել, ոչ միայն քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ հնարավոր է նաեւ ծույլության հետևանքով, քանի որ ռուսական շուկայում մենք նույնպես ծույլությունը փոխարինենք այլ բառով,
մենք չենք ցանկացել մեծ ջանքեր գործադրել, քանի որ արդեն կա գործող շուկա, որտեղ աշխատանքի պայմաններում հիմա իրավիճակ է, էքստրեմալ իրավիճակներում նման գործողություններ չեն իրականացվում, նման գործողությունները իրականացվում են նախապես պատրաստվելով թեկուզ հենց այսօրվանից պետք է պատրաստվելու այդ գործընթացը լինի, որպեսզի այդ ապրանքները հնարավոր լինի վաճառելու եվրոպական շուկաներում եւ դա լինի սիստեմատիկ, եթե պետք է Հայաստանի ամենապարզ օրինակը, որ երկրները որոշակի դեպքերում օգտագործում են, վերցնում են այդ բարձր ստանդարտները եւ տեղայնացնում են, այսինքն Հայաստանում պահանջ տրվի, որ որոշակի ժամկետում անցում կատարվի այդ բարձր ստանդարտները եւ մարդկանց համար դա արդեն կդառնա սովորական երևույթ, որին համապատասխանել արդեն որևէ խնդիր չի լինի։ Եվ եվրասիական շուկան կարող է զիջել իր տեղը այլ երկրների, որովհետև այդ երկրներում ավելի շահեկան է Հայաստանի հետ շփումը։ Եվրասիական շուկայի դեպքում այստեղ մի հատ առանձնահատկություն կա, մենք այնտեղ առևտուր իրականացնում ենք զրոյական տարիֆներով, եվրոպական շուկայում մենք իրականացնում ենք եվրոպական տարիֆով։ Մեզ զիջելու այնտեղ կա ծրագիր սուբսիդավորման, բայց դա երկարաժամկետ գործող ծրագիր չէ, որովհետև սուբսիդավորված ապրանքների մասը որոշակի բարդություններ կան բոլոր երկրներում։ Եվրասիական շուկան մնում է շահեկան այդ։ Եվրասիական շուկան որոշակի այդ տարիֆային տեսանկյունից մնում է շահեկան, բայց հնարավոր է նաև մուտք գործել այլ շուկաներ, բնականաբար։ Եվ նույն զրոյական տարիֆով գլոբալ մասշտաբով բոլոր երկրները դադարել են արդեն իսկ օգտագործել տարիֆները որպես իրենց ներքին շուկայի պաշտպանության միջոց, բացառությամբ վերջին Տրամպի քաղաքականություն, որը քաղաքականելի տարիֆներ օգտագործում էր որոշակի ճնշումների համար, բայց շատ երկրներ օգտագործում են զրոյական տարիֆներ որոշակի իրենց, այսպես ասած, ապրանքացանկի էական չափի վրա եւ այստեղ հնարավոր է օգտվել այդ հնարավորությունից, ուղղակի պետք է ուսումնասիրել եվրասիական շուկան մեզ շահեկան է, քանի որ ոչ միայն կա այդ արտոնությունը, մենք սովորենք այդ շուկայում աշխատել, բայց պետք է այդ սովորությունները նույնպես փոխվի եւ սովորենք աշխատել ոչ թե էջուկսի դեմ Ռուսաստանին, այլ ի օգուտ մեր բիզնեսին պետք է սովորենք աշխատել այլ շուկաներում։ Երեք մի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որը Հայաստանից դուրս է դրա համար քիչ ուշադրության արժանացել, դա Վրաստանի եւ Ղազախստանի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն է, ընդ որում այնտեղ շատ հետաքրքիր կետ կա կոմունիկացիաներին վերաբերող։ Ինչքանով է դա մեզ վերաբերում։ Մենք կարծում եմ, որ դա մեզ միանգամից ավելացնեմ, որ Ղազախստանի անունը պարբերաբար նշվում է հայկական երկաթուղիների հաջորդ կոնցեսիոն կառավարիչի։ Այստեղ կարծում եմ, որ դա այն ինչ որ մեր շրջակայքում տեղի է ունենում, դա բնականաբար մեր հետ ուղղակիորեն կապ ունի եւ թե Օվերչուկը եւ թե այլ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներ նախկինում հայտարարություն են օրինակ, որ թրիփի գործարք առանց մեզ չի կարող տեղի ունենալ, հետո որոշակի շեշտադրումների մեղմացում եղավ, մենք էլ պետք է մասնակցենք այդ ձևակերպումներով, իրենք մասնակցում են արդեն իսկ որպես Եվրասիական տնտեսական միության մեջ գտնվող երկիր։ Իրենք ռուսական երկաթուղին կարող են օգտագործել այդ տրանզիտային միջանցքով բեռների փոխադրման մասով, ինչը կարծում եմ որևէ տեղաշարժ չկա, մենք ճանապարհով երթևեկելիս տեսնում ենք, թե ինչ վատ վիճակում է հայկական երկաթուղի վիճակը եւ դա վիճակի չէ ապահովել այդ ակնկալվող մեծ քանակով բեռների տեղաշարժը։ Իրենց մասնակցությունը կա Եվրասիական տնտեսական միությունների շրջանակում եւ դա կարող է Եվրասիական տնտեսական միություն ավելի արագ, ավելի էֆեկտիվ ապրանքների ներմուծման համար մեխանիզմ հանդիսանալ, որից բնականաբար էական շահույթ ստացողը իրենք են ընդհանուր մաքսային տարի շրջանակում հավաքված մաքսատուրքերի էական մասը գնում է Ռուսաստանի Դաշնության բյուջե եւ մեր մասը կազմում է բավականին փոքր։ Այսինքն իրենք որոշակի շահեր ունեն այդտեղ, բայց չեն ցանկանում այդ շահերը հետևել, քանի որ իրենց մտահոգությունը կարծում եմ այլ է։ Իրենց մտահոգությունը, իրենց նպատակը վերահսկող լինել
այդ միջանցքում, այսինքն մասնակցություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի հետ համատեղ իմ զգացողությամբ դա այդպես է եւ որոշակի եւ հնարավոր նաեւ դրդում է, որ Հայաստանը նման առաջարկ կանի Միացյալ Նահանգներին, թերևս անհայտ է, թե Հայաստանը թե մի առաջարկ կանի օրինակի համար Միացյալ Նահանգներին ներառել Ռուսաստանին այդ նախագծում, դա կարող է բերել նրան, որ այդ նախագիծը ընդհանրապես չիրականանա, քանի որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մասնապես շահեր չեն կիսում եւ կարծում եմ իրենց նպատակների մեջ չի տեղավորում անել միլիարդավոր ներդրումներ, որից մասնակցությամբ կօգտվի նաև Ռուսաստանը։ Դենք տեսնում ենք Ռուսաստանը կարող է իհարկե կոնստրուկտիվ այլ մասնակցություն ունենալ ապրանքների տեղափոխման տեսանկյունից կամ ներմուծման ժամանակ որոշակի մաքսատուրքերի իր բաժինը ստանալու։ Երևանի եւ Բաքվի որոշելիք չէ այդ հարցը։ Այո, բնականաբար դա Երևանը Բաքուն, Երևանը այդ համաձայնագիրը կնքել է Միացյալ Նահանգների հետ եւ այստեղ Միացյալ Նահանգների ֆակտորն էլ կարծում եմ, որ շատ կարեւոր եւ պետք չէ դրթել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի մեկ այլ կողմի անի ինչ որ առաջարկություն, որը կարող է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը, այսպես ասած, փակի։ Եվ այսքանը շնորհակալություն վերեկար Արայիկ։